Հիտաչի սառնարանի վրա շատերն են ասում, որ չի աշխատում, չգիտեմ ինչ պատճառներով, բայց տվյալ պահին տեղադրում ենք մենք, բնականաբար դուք արդյունքը կտեսնեք, թե ինչպես է լինում, որ աշխատում, Արդեն բոլոր պայկաները արել ենք, այդ մատորները կարի, սառնարանը վերջում էլի ցույց կտանք, սև գույնի է սառնարանն ալնելու, ֆրեոնը լիցքավորելուց հետո էլի իհարկե, երբ որ ինքը աշխատում։ Լատերեն օքեյ է աշխատողը։ Այս կամպրեսորն է, ժողովուրդ ջան, ինվենտորային կամպրեսոր է, իր տեղը տեղադրել ենք մեր այս լայնի կամպրեսորը, ինչպես նաև կարաք մեզ դիմեք, մենք կասենք էլի, որ կամպրեսորի տեղը ինչ մոդել պետք է տեղադրվի, ինքը արդեն փչացել է, խփել է, մի քանի գործողություն էլ են արել սառնարանի վրա, մինչև մեր այցելությունը, բայց դե պետք է արդեն կստուգենք, հավանական է մի հատ է վենտիլատոր փոխենք, որովհետև հաճախորդն ասեց, որ վենտիլատորը չի պատտվում մեկ հատ է, էլի։ Մեկ է ոտի տակը հավաքենք, սիրում է լինի, էլի մեր շուրջ բոլորը։ Հետո արդեն վերջնականացրել ենք, աշխատացրել ենք, ֆրեոնը լիցքավորել ենք, մեր ինվենտոր մատորով աշխատում է սառնարանը, կարաք արդեն ջերմաստիճանները նայեք, հեսա ցույց կտանք ձեզ, թե ինչքան է արդեն սառացնում, ու կամաց սառեցնում է 4.2 աստիճան է մեջը հիմա, հեսա մանրից կսկսի փոխել 4.1 եւ այլն, հենց որ ինվենտորային շարժիչների հետ կապված փոխարինման ժամանակ կարաք անպայման դիմեք մեզ, մենք անպայման կանենք։ Հեսա ամբողջությամբ սառնարանն է ցույց կտանք սառնարանը ինչ շափի սառնարանն է, ինչ մոդելի սառնարանն է ու ոնց է աշխատում ինքը։ Սառնարանը ամբողջությամբ կարաք նայեք, Hitachi է, ինվենտորային։ Ինձ որ ինվենտորը արդեն վաղուց պրոբլեմ չի։